Ողջույն հարգելի ներկաներ, ուրեմն իրոք ասում եմ, իրոք որ ոնց ասեմ, դժվար է ընկալել, որ այսօր մենք հավաքված ստեղ ու խոսում ենք Հայաստանի Հանրապետության լուծարման մասին եւ ինչ պետք է անենք, որ այդ պետությունը չլուծարվի։ Եվ այդ աբսուրդային սուտը, որ իշխանությունը այդ լուծարումը ներկայացնում է որպես նոր պետություն եւ այլն, ինքը ճիշտ ասած մի կողմից աբսուրդային է, բայց մի կողմից էլ աբսուրդность политики եւ ամեխա ինչի են ես դա համոզվել, որովհետեւ սկզբից մտել քաղաքականություն, բայց ես ոնց որ միկրոֆոնից հետ խնդիր ունեմ, սկզբից մտել են քաղաքականություն, հետո այդպես է ստացվել, հետո հետաքրքրվել տեսությունով։ Բնականաբար ես քաղաքագիտության մասնագետ չեմ համարում, բայց որոշակի տեսություն, որ ընթերցել ենք, հենց այդ է ասում ուզում ես ժողովուրդը քեզ հավատան հետևից գան, խափի։ Սարսափելի բան է, իրականը որ այդ բազմակի գրքերի նման բաներ է գրած, սարսափելի է, բայց մյուս կողմից էլ ինքն ասում է խափելուց էլ նենց խափի, որ հանկարծ ճիշտի մոտ սուտ չասես, չփորձես տրամաբանես, չեն հասկանալու։ Պետք է նենց բլթցնես, որ հավատան, երկնքից աստղեր ենք վերցնելու, լուսինը կմոտեցնենք Երևանին ընտրություններից հետո լավ կլուսավորենք եւ այլն։ Եվ սենց որ նայում եմ ինչ է կատարվում Հայաստանում, հենց մեկ այդ տեխնոլոգիաները օգտագործելով գործող իշխանությունը ժողովրդին ու Հայաստանը տանում է դեպի անդունդը, ասում է խաղաղություն են հաստատել։ Չի ասում եկը պայքարենք, հետո կհաստատենք, ասում է արդեն հաստատել եմ, Ալիև ընդեղից գեչա, մեջա, բանակակառուցում, չգիտեմ Երևանը իմն է, բայց այստեղ համոզում է, որ արդեն խաղաղություն է։ Եվ այս տեխնոլոգիաներն է, որ իրանք օգտագործում են, ժողովուրդը ընկալում են, բայց մասնագետները եւ մարդիկ ովքեր որ խորացած են հասկանում են, այդքան իմանալով տեխնոլոգիա չունենք, ոնց մենք դա ջարդենք, ոնց թույլ չտանք, որպեսզի որ Նիկոլը իր այդ հերթական ստերը շարունակի, որովհետեւ ինքն իրանով որ ասում ենք Հայաստանը վերացնում է լուծարումը, այդ շոկից մարդիկ արդեն ոնց որ նեզաշիկի ռեակցիա է իրանց մոտ ու չեն սկսում անցալել, բայց ինչ է նշանակում հենց Մինսկի խմբի լուծարումը։ Վաղը որ Ալիևը հարցը դնի, որ հայելային պայմաններով ձեր փախստականները կգան Ադրբեջան, մենք էլ կգանք Հայաստան, արցախցիները ուզում եք վերադառնալ, ինչ խնդիր ունեք, կգան պասպորտները կվերցնեն, կվերադառնան կապրեն, մենք էլ գալիս ենք 300,000-ով Հայաստան պասպորտը վերցնենք, ապրենք ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Ինչ են այս իրավական պահանջի Ալիևի, Նիկոլը ինչ պետք է դրան դեմ տա ու փորձի այդ իրացարակները խախտի։ Շատ դժվար է միջազգային հանրությունը, միջազգային դաշտում ասել, որ մենք դեմ ենք փախստականների վերադարձին հայելային պայմաններով։ Օրինակ, բանը, այս վերջերս Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ հայտարարեց, ասեց, հռչակագիրը պրոբլեմատիկ է, իր մեջ պրոբլեմներ է պարունակում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ հռչակագրի դեմ խոսալը ընդհանրապես ժողովրդի մեջ լավ չի ընկալվում, բայց իրանք ասում են, չէ՞ ինքներ փոխվարչապետի բերանով, այսինքն լուրջ կոնկրետ խնդիր է դրած, որ այդ հռչակագիրը պետք է փոխվի, եւ դա նշանակում է, որ Հայաստանը պետք է լուծարվի, եւ քայլ առ քայլ բանը Ալիևը գնում է դրան, Նիկոլն պատավալքի է խաղում, այս վերջի զրույցը միջև 18 թիվը ինչ է խաղաղություն ա եղել, եթե միջև 18 թիվը խաղաղություն ա եղել, Հայաստանի Հանրապետության զինվորը 18 տարեկանը, Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս ինչ ունի։ Հիմա հարց, որ վաղը միջազգային դատարաններում Նիկոլին հետ հարց տան, ինչ պատասխան է տալու։ Նենց չի, որ դրա պատասխանը իրավական չկա, թե ինչ գործ ուներ այդ զինվորը դե։ Բայց Նիկոլը ինքը արդեն իր այդ մեջբերումով, որ դրանով իր Ալիևին Լևոն Տեր-Պետրոսյանին հարվածում, թե ում հարվածում, դրանում չի եղան, բայց ինքը ընդունում է, որ Հայաստանի Հանրապետության զինվորը մինչև 20 թիվը եղել է փաստորեն անօրեն գործունեության մեջ։ Դա Ալիևի 30 տարվա օկուպացիայի թեզը, որ ինքը մեղադրում է, դրա վրա այդ ջրաղացին ջուր լցնելն է։
Եվ այսպիսի բազմաթիվ փաստեր եւ ստեղել հնչվեց, որ բնականաբար եթե Արցախից մենք հրաժարվում ենք, ապա ասել են դուք դեղից գործ ունեք, 57 պետություն անգամ էլ դրա մասին խոսած ենք, Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց որպես ցեղասպան պետություն։ Խոջալույի իբր թե Խոջալուն կայացված ցեղասպանության համար։ Ինքը քայլ առ քայլ գտնում դրան, իսկ մեր իշխանությունները ընդունելով այդքանը, այս աբսուրդային ինչ-որ բաներ են հորինում, ձևակերպումն է, ոչ թե լուծարում ենք 4-րդն ենք բանանում, հռչակում, Արցախը հասնել ենք հաղթանակա, մեղելի տվինք, խաղաղություն բերինք, ու այսպես շարունակ։ Եվ խնդիրը ինչու՞մն է, հիմա իրանք պաստորեն իրանց այդ հիմարություններն են առաջարկում, եւ Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ստի վրա է ցավոք սրտի, հենց ի սկզբանե եղել է կառուցված։ Այդ նույն որ հռչակեցինք մի պետություն, մի ուրիշ մի տարածքի մի մասի վրա հանրակրվի անցկացրինք։ Վերջիվերջո բանա հատուկ կարծիքը չէ, այ իրոք այդ մարդիկ տաղանդը այդ հոգին պետք է ունեն ասպեսնես ծավալսկի, այդպես 3 տարեկան երեխու պես խապես։ Գնաց ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմ, ստեղել որպեսզի մարդիկ պատերազմ էին վարում, որոնք հաջող պատերազմ էին վարում, որպեսզի որ կարող պատասխան տար, ասեց հատուկ կարծիք եմ գրել, Արցախը դա առանձին հարց է, բայց թափն են գաղտնի պահ։ Անցավ 30 տարի, կարծես նման կարծիք չկա։ Հենց այդ սուտը եղել է հենց այս պետության սկզբում եւ ինչ անենք մենք, որ այդ ստից կարանք ազատվենք։ Այո, այսօրվա իշխանության հետ հիմա փաստորեն մասնագետների տարբեր մակրոքաղաքական եւ իմ կարծիքով նաեւ այս մարդիկ կան այս սեղանի շուրջ նստած, իրենք նստած են այս սեղանի շուրջ, այլ ոչ թե վարչապետի կամ բարձր նախարարների պաշտոններում, հենց նրանով իրենք այդ սուտով ասելու ունակությունը չունեն։ Ոստեն բանի վրա են կանել, հիմա սուտով փաստորեն փորձում են հաղթածել, ուզում են հասածել հաղթանակների, սովորական բան նամակ ես գրում պատասխան չեմ տալի։ Պարոն Հայրիկյանի նամակին Նիկոլը չի պատասխանում։ Գուրգին Սիմոնյանի նամակը ալավոթումն է, կտեսնենք պատասխանում է, թե չի։ Մոտ մի 20 արցախյան հասարակական կազմակերպություններով նամակ են գրել բանին, ԱԳՆ-ին, ակցիայով այդ նամակը փոխանցել, վերել են ոստիկանները շարել իջել նամակը ստացել, ու այն այդ նույն իմաստով, որ Մինսկի խմբի լուծարումը ինչի կարող է բերի, եւ ասել են պատրաստենք քննարկման։ Քննարկման չեք ուզում, մենք էլ չենք ձեր երեսը ասող ուզում տեսածին գրավորը պատասխանել։ Ու այդ արդեն երևի տարի է անցել։ Զանգում ես ԱԳՆ մի հենց կուլտուրնի մի աղջիկ ալերսնում, վայ կներեք, վայ եւ այլն, հենց բացատրում, որ ոնց ստացավ, որ մենք ձեր նամակը չունենք։ Դե ԿՊԻ-ն էլ խասաթունի, չեք կանանց հետևին բախվի։ Պատերազմն է կանանց ուղղակի ֆրոնտ իրանք կապող բասկարտոներին նստել են, անցկացել մադրուս են եկել ես մեկը դեզերտիր է, մեկը դեզերտիր է։ Հիմա հենց սանում նախնդիր, հա բալավ ինչ անենք։ Հիմա փաստորեն մենք սենց խոսենք, ճշմարտման այդ հայտարարությունները անենք, ու Նիկոլը իրագործող, մենք էլ փաստորեն սենց հա նամակներին չենք պատասխանում, հետներից կանակնի, ուզում եմ ասեմ, այդ վեճի մեջ չեն գտնում, եւ իմ կարծիքով, այլ եթե մենք փորձենք հասկանանք, այլ թեկուզ միգուցե հաջորդ միջոցառումը դրնի նաեւ հարցերից մեկը դա, որ ինչ անենք, այլ կոնկրետ ինչ քայլեր անենք, որ նրանց անենք զրույցի ու իրավական վեճով ջարդենք իրանց տեսաններ լինի բոլորին։ Այս է մեր խնդիրը, որպեսզի կարողանանք իմ կարծիքով, որպեսզի կարողանանք այս իշխանությունը սուտով մերկացնենք, պետք է մեթոդներ մշակենք, թե ինչ քաղաքական քայլեր ենք անում, որպեսզի դրանց սուտով արզելնի ամբողջ հասարակությանը բարդ գործա, բայց իմ կարծիքով, եթե մենք ես չեմ ասում հիմա քննարկենք տարբերակներ, ինչ իրակարգ արած, որտեղ դա արդեն մի քիչ այլ հարցերի շուրջ է քննարկվում եւ կերկարի քննարկումը, բայց եթե մենք օրինակ որոշենք, որ հաջորդ հանդիպման նաև կարելի կամայական ֆորմատով, բայց խնդիրը նրան է, որ ոնց անենք, որ այս սուտը մերկացնենք եւ թույլ չտանք, որ Հայաստանը տանենք լուծարման, իմ կարծիքով սա արդեն կլինի ավելի ես համաձայն եմ, որ պետք է ինչ-որ քայլեր անենք, ավելի ակտիվ լինենք, միգուցե այս ակտիվության մասին փորձենք խնդիր դնենք եւ փորձենք ծրագրավորել, թե ինչ ենք անելու։ Այսքանը շնորհակալություն։